Շնորհակալ եմ, կառավարության հարգարժան անդամներ, իմ հարցը նույնպես ուղղված է Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին։ Մեծարգո վարչապետ իրապես բեկումնային իրադարձություն է տեղի ունեցել օգոստոսի 8-ին եւ իրապես Վաշինգտոնում կնքված հռչակագիրը համատեղ խաղաղության հաստատման մասին է եւ դրա կարևորագույն դրույթներից մեկը, եթե ոչ կարևորագույնը, տարածաշրջանի կապուղիների ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունն է, հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների վրա։ Վերջին օրերին մենք տեսնում ենք Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից Զանգեզուրի Միջանցք տերմինի գործածումը եւ կարծես թե դա մի փոքր հակասության մեջ է մտնում հռչակագրում օգտագործված անվանման հետ, մասնավորապես Թրամփի ուղի անվանման հետ։ Ես ձեզ կխնդրեմ ձեր մեկնաբանությունը այս առումով եւ արդյոք կարող ենք եզրակացնել, որ այս տերմինի նորից օգտագործումը հակասում է ձեռքբերված պայմանավորվածություններին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Ջուլակյան հարցի համար, թերևս այսօրվա ամենականխատեսելի հարցերից մեկը նույնիսկ զարմանալի է, որ այսքան ուշ հնչեց, եւ ես այդ հարցին ու պատասխան ուզում եմ ասել հետեւյալը, որ գոյություն ունի օբյեկտիվ իրականություն եւ գոյություն ունեն սուբյեկտիվ ընկալումներ։ Հիմա ո՞րն է օբյեկտիվ իրականությունը։ Օբյեկտիվ իրականությունը հետևյալն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը Վաշինգտոնում եւս մեկ անգամ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը եւ սրանից բխում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով կարող են գոյություն ունենալ այնպիսի կապուղիներ, որոնց վերաբերյալ որոշում կայացնում է Հայաստանի Հանրապետությունը եւ որոնց հետ կապված եւ կամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Ես հիմա ձեզ համար բերել եմ արդեն իսկ հայտնի այս թղթի մեծ լուսապատճենը, որտեղ ուրեմն իմ ստորագրությամբ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում լինելու է Թրիփ անունով ենթակառուցվածք։ Այստեղ, բայց դա ամբողջ պատմությունը չի։ Ամբողջ պատմությունն այն է, որ այս արձանագրության տակ կա նաև Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը։ Բայց դա էլ ամբողջ պատմությունը չի։ Ամբողջ պատմությունն այն է, որ այս արձանագրման տակ կա նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Եվ եթե մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների մասին, այս կողքի շրջանակն է, նրա մասին է, թե մենք գծել ենք այն շրջանակը եւ ստորագրել ենք, թե ինչ է եւ ինչի մասին է տարածաշրջանային կոմունիկացիաները եւ ապաշրջափակումը։ Բայց սա էլ ամբողջ պատմությունը չի։ Ամբողջ պատմությունն այն է, որ այս թղթի 4-րդ կետում արձանագրված է, որ Թրիփ նախագիծը ուրեմն Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քննարկման օրակարգի հարց է։ Հիմա հարց կծագի, ինչի Ադրբեջանը այդ դեպքում ինչ կապ ունի այս թեմայի հետ, կապը հետեւյալն է, որ այս նախագիծը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետքա կպնի Ադրբեջանին եւ Հայաստանի եւ Ադրբեջանի կոմունիկացիաները պետքա կպնեն իրար, բայց Թրիփ նախագիծը Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ քննարկման հարց է եւ դրա տակ կա ոչ միայն Հայաստանի վարչապետի, ոչ միայն Միացյալ Նահանգների նախագահի, այլև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Բայց սա էլ ամբողջ պատմությունը չէ, ամբողջ պատմությունն այն է, որ մի հատ էլ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նախագահ Տրամպը եւ ես ստորագրել ենք մտադրությունների հուշագիր խաղաղության խաչմերուկ նախագծի զարգացման մասին, որտեղ Միացյալ Նահանգները եւ մենք պայմանավորվել ենք, որ նախագիծը իրականացվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության սկզբունքի հիման վրա եւ Միացյալ Նահանգները հետաքրքրված են այդտեղ ներդրումներ անելու։ Սա է
օբյեկտիվ իրականությունը, մնացածը սուբյեկտիվ իրականություն է եւ ակնհայտ է, եւ ես հստակ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չի կարող լինել պարզապես ձեր անունով գոյություն ունեցող ենթակառուցվածք, բայց ես չեմ կարող բացառել նաեւ, որ այդ անունը Ադրբեջանում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, այդ թվում այն ենթակառուցվածքներից, որը պետքա միանա օրինակ Տրամպի ուղուն, անվանել ցանկացած անունով եւ ցանկացած մարդու անունով, բայց դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, Հայաստանի Հանրապետության օրակարգի, Հայաստանի Հանրապետության ձեռք բերված պայմանավորվածությունների, առավել եւս Վաշինգտոնում ձեռք բերած պայմանավորվածությունների հետ որևէ կապ չունի։ Ինչպես երբ որ խոսում են, ասենք օրինակ տարբեր տերմինների մասին, օրինակ երբ որ խոսում են Կասպից ծովի մասին, մենք հասկանում ենք ինչ, մենք հասկանում ենք, որ դա մեզ հետ այնքան էլ կապ չունի։ Եվ անկախ սուբյեկտիվ ընկալումներից ձեր նշած տերմինաբանությունը Հայաստանի Հանրապետության հետ ընդհանրապես որևէ կապ չունի։ Եթե նույնիսկ երթվեն, որ Հայաստանի Հանրապետության հետ կապ ունի, չհավատակ, որովհետև երթումն է սուբյեկտիվ կա օբյեկտիվ իրականություն։ Եվ այս թուղթը հրապարակված է եւ նրանք, ովքեր չեն հավատում, կարող են ընթերցել եւ վերընթերցել։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, մի փոքր ճշգրտում ընդամենը, դա իմ տերմինը չէր, այլ Ադրբեջանի նախագահի տերմինն էր, եւ այստեղ արձանագրենք, որ մերը թրիփն է։ Մենք մեր թրիփի տերն ենք։ Մենք արձանագրում ենք, որ մենք ունենք ստորագրած թուղթ։ Եվ այս ստորագրած թուղթը, հիմա ասենք, եթե օրինակ Ադրբեջանում խոսեն Կասպից ծովի մասին, Լենքորանի մասին, կարող են այնտեղ անվանակոչումներ լինել, ամենատարբեր։ Հիմա իրենք խոսում են նաև արևելյան Զանգեզուր տերմին են օգտագործում եւ այլն եւ ես ասում եմ, հասկանում եք, ասենք այնպես չի, որ բանի մենք պետք է հասկանանք ինչն է մեր օրակարգի հարց, ինչն է վերաբերվում Հայաստանի Հանրապետությանը եւ ինչը չի վերաբերվում Հայաստանի Հանրապետությանը։ Ես ասում եմ, ես նկատի չունեի, որ ձեր հեղինակած, ես նկատի ունեի ձեր նշած տերմինաբանությունը Հայաստանի Հանրապետության նրա ինքնիշխան տարածքի եւ ձեռքբերված պայմանավորվածությունների ստանձնած պարտավորությունների հետ կապ չի ունեցել երբեք չի ունեցել եւ առավել եւս հիմա չունի։ Ինչու առավել եւս այս սրա պատճառով։ Մնացածը լիրիկա է, սուբյեկտիվ իրականություն, որի իրավունքը եւ որի երջանկությունը կամ որի դժբախտությունը բոլորս էլ երբեմն ունենում ենք։ Շնորհակալություն։